Ամենա բարդը, երբ որ եկանք ու կարդում ենք այդ կոմենտները, այդ հաղորդումները, որ սենց ամենա լկտի, ամենավատ ձևով հայհոյում են այն մարդկանց, ովքեր որ գնացել են այդ ջոկը։ Մեկը ասում է սուտ է, իրանք ոչ միտեղ չեն գնացել, տունն են եղել, մեկն ասում է չէ, բա որ տունն են եղել, դիրքերում են եղել, հիմար շատ հիմար պատմություն։ Որ դու շատ adekvat ու նաև ինտելեկտուալ մարդ ես, դա ակնհայտ է քո խոսքից եւ քո նաև կենսագրությունից, որը ոչ թե այդ էրատոյի մասով, այլ քո դրա նախորդողից, ասեմ թե ինչն է դրա տրամաբանությունը, հա։ Քանի որ 44 օր ինչ էր դրա անունը։ Արծրուն Հովանեսյանը ամեն տեսակ լկտի ստերով, որոնք մի քայլանի են շատ դեպքում, իսկ շատ դեպքերում 44 օրյա, որովհետև սկզբից չգիտեիր դա սուտա թե չէ ու մի տեսակ մարդկանց հայրենասիրությունը թույլ չէր տալիս կասկածի տակ դնել կամ նաև բարի տենց հույսերը, հա։ Հետո մարդիկ երբ որ տեսան օրինակ երբ չգիտեմ Նիկոլը գրում է որ Շուշի համար մարտերը շարունակվում են, իսկ բարձրում որ Շուշին արդեն օրեր չկա, այդ համատեքստում Աննա Հակոբյանի կերպարը ու իր այդ ջոկատը ինքը դառնում է շատ զավեշտալի եւ անկախ անդամներից, օրինակ քո մասի քո գոյության մասին ես անձամբ չգիտեի քո անձամբ, ես մի աղջկա ինչ որ մասին էի լսել այդտեղ, որ ինչ որ Թուրքիայի հետ կապ եւ այլն, որը քարոզչական բաներ գուցե չեմ խորացել, բայց զուտ այդ կնոջ կերպարից ելնելով ու այդ պատերազմի քարոզչական խայտառակ ապատեղեկատվական ու մանիպուլատիվ խոսքերից դա դարձել է շատ པարզ բան, որ սա իմիջային ինչ որ ուշադրության շեղելու, ինչ որ ավանդ ներկայացնելու, որտեվ ակնհայտ է, չէ՞, նաև քեզ համար կարծում եմ, որ դու լինելով adekvat մարդ հասկանում ես, որ օրինակ ձեր ավանդը այդ պատերազմը, եթե դու մնայր ստեղ ու ինչ որ Արցախից այստեղ եկած երեխաների հետ շախմատ խաղայր կամ շախմատ սովորացներ կամ ինչ-որ շորերով կամ ինչերով, վստահաբար դրա OGG-ն ավելի բարձր կլներ, քան այն ամենը, ինչ դուք անում եք տեղ գյուղում, չես կարծում։ Ոչ թե չեմ կարծում, այլ համոզված եմ Վազգեն ջան, որովհետև այդ ընթացքում այդ քո թվարկած բոլոր տարբերակները մենք արել ենք։ Նույնիսկ իմ տունը, որտեղ որ ես ապրում էի, տեղափոխվել եմ ծնողներիս տուն ու իմ տունը տվել եմ արցախցիներին, մեքենաները ամբողջը ամեն օր շահագործվում էին Երևան, Ստեփանակերտ կամ Մարտակերտ կամ եւ այլն։ Ընկերներով հավաքվել էինք, տարածքը վերցրել էինք, հավաքագրում էինք ուտելիքը տեղափոխ, այսինքն ինչ հնարավոր է որ մարդը կարող է անել, իմ եւ իմ շրջապատող բոլոր անձին կարել են։ Չկա մի այնպիսի բան, Մասիսում 24 ժամ քաղաքը արթուն էր, պատրաստ էր ու երևի այսօր որ վերցնենք վիճակագրությունը ամենաշատ Արցախից տեղահանվածները հենց բնակություն են հաստատել Մասիսում կամ հարակից գյուղերում։ Մասիսում պայմաններն էլ տա։ Իմաստեղ շատ կարևոր հարց է ցակում ինձ համար ֆունդամենտալ։ Եթե դու ընդունում ես, որ այդտեղ գնալու ու անկախ նրանից, որ այն ինչ դու կարել եք ռեալ է եղել, բայց լոկացիան post factum parz է դարձել, որ դա առաջին գիծ չի կամ գլոբալ առումով չի ունեցել որևէ օգտակար ինչ-որ իմաստ, հա, հիմա եթե դու հասկանում ես դա ու նաև գիտակցում ես, որ այդ ժամանակը, որը դու հավատով տվել ես այդ դրան, որտեղ ուզեցել ես ավելի պրակտիկ օգուտ տալ ու ես վստահ եմ շատերը այդտեղ, որովհետև ես հասկանում եմ, բոլորի համար չեմ կարող ասեմ, բայց շատերը ոչ միայն դու ենթադրում եմ, հա, ու քեզանով ես հիմա քո պատմածից դա հասկանում եմ։ Արդյոք դու քեզ խաբված ես զգում, որ քեզ փաստացի հանել են, կտրել են քոմի, այսինքն քեզ տվել են ինչ որ պատրանք օգուտ տալու, դրանով քո ժամանակը, որ դու կարեր ռեալ օգուտ տայր, ոչ թե գուցե պրակտիկ առաջին գծում ինչ որ անհասկանալի տեղեր նստելով ու պահելով ինչ որ անհասկանալի տեղեր, այլ ինչ որ ուրիշ, օրինակ ես շատ մարդ գիտեմ, մեր ընկերները, ովքեր այստեղ եղել են կանայք, իրանք սոցիալական բաներով են, գիտեք, ծանրաբեռնված, հա, երեխեք, ես ինքս ես Ռուսաստանի քաղաքացի եմ ու չեմ եղել պատերազմում, որ լինել ոչ մի օգուտ չէի տա հաստատ, բայց չեմ եղել, որտեղ Ռուսաստանի քաղաքացի եմ եւ ես ընկերներիս հետ մենք 100-ից ավել մարդու կարողացել ենք ապահովել կացարանով, ամեն օր զբաղվում ենք իրանց դեղերի, շորերի, ուտելիքի, ես դրանով գլուխ չեմ գովում, քիչ եմ սրա մասին խոսում, մենակ այն դեպքում, երբ որ մեկ ասում է, ապե բա դու ինչ էիր անում, էդի չի ականը։ Բայց ես չեմ բացառում, որ դու էլ եթե մնայիր օրինակ Մասիսում կամ Երևանում, զուտ քո մտածելն եմ ուզում հասկանամ։ Դու համարում ես, որ այստեղ բենեֆիցիարը եղել է Աննա Հակոբյանը որպես ինչ-որ պատրանք, որ ինքը հրամանատար է եւ կարևոր ինչ-որ միսիաներ է կատարում, իսկ մարդիկ, օրինակ քոպես, փաստացի մաս են դարձել չգիտակցելով ինչ-որ պրոմո
շոուի եւ ռեալ օգուտ տալու տեղը զբաղվել են ինչ որ անհասկանալի բաներով, անհասկանալի վայրում։ Քո ընկալումը տենց է, թե տենց չի։ Տես, երբ որ դու ունես տեղեկատվություն, որը պետական մակարդակով հավատում ես, նույն երկրիդ վարչապետը ասում է, օքեյ է սա, առաջ են գնում, խփել ենք այսքան, այս ինչ ասում ես, ուռա։ Նույն Արծրուն Հովհաննիսյանը ասում է, սուտ է, չհավատակ, մենք գրավում ենք ու դու մտածում ես, որ այո, դու հեսա կգնաս, հեսա ինչ-որ մի բանով կօգնես, որովհետև եթե դու ստեղ ես, կարա սա Պողոսն անի, բայց Պողոսը չի գնա քո փոխարեն, այդտեղ օքեյ, ես գնում եմ, բայց երբ որ հետադարձ հայացք ես նետում ու տեսնում ես, որ պետական ամենաբարձր մակարդակով քեզ խաբել են 2 տարեկան երեխու նման, ու այն տարածքը, որտեղ որ դու գնացել ես, ծնվել ես, մեծացել ես, քո համար շատ կարևոր է, հիմա պրոստը չկա, բայց դու չգիտես դրա գոյության մասին ու հələ գնում ես չգիտես ուր, հա, այս պարագայում, երբ որ ամեն ինչ հիմա parza ջրի երեսա դուրս եկել, քո համար, մնացածի համար parza, դու ճիշտ ես, բայց երբ որ հետադարձ հիմա հետ գնանք, Չէ, ես չեմ ակնկալում, որ դու այդ պահին դա պիտի գիտակցեիր։ Ես ասում եմ հիմա։ Հիմա դե բնականաբար, հիմա ինչի մասին է խոսքը։ Դու հիմա կոմոդ տպավորություն անցալումը այնա, որ խաբվել, ձեզ մանիպուլացրել են առնվազն, եթե չասել։ Չէ, մենք զուտ կորցրել ենք շատ թանկ ժամանակ, որը կարող ենք ուրիշ տեղ օգտագործել։ Բայց ձեռք ենք բերել շատ լավ ընկերներ։ Այդ օքեյ է։ Բարձր։